խոսում էր պատգամավորների կողմից արված լակոտություններից, թուլայություններից, որոնք անելու բան չեն։ Մենակ այդտեղ չի տենց։ Ուրեմն ՀՖՖ ղեկավարը, որը գիտենք ով է, որին սաղ երկրպագուներով ասում են դավայստեից հեռացիր, Մելիքբեկ Օղլուն, մեղմ ասած, բարիր եւ արագ հեռացիր։ Իշմես են բանը կարքին հաղորդումով պարսիկ բարի ստուգաբանությունը։ Բարիր եւ արագ հեռացիր։ Ասում են ախպերս առանց բարելու արագ հեռացիր։ Հեռացիր ապե։ Ինչ է անում սա։ Ուրեմն խնդրում եմ ցույց տվեք այդ դեմքը, որը ու եթե կա կադրը, Բադոյան Սյուզի էջում էր դրած, եթե կա, ուրեմն սա ուշադիր նայեք այս մարդուն, չգիտեմ անուն ազգանունն էր գրե, Սյուզին տեսանյութը կարում ենք բերենք, որ տենաս ով է, որ տենաս ինչ անում, ջոգես ով է, եթե կարում ենք տեսանյութը բերենք իդեալական կլինի, Սյուզին էր դրել Բադոյան, մեր գործընկերը, տես գործընկեր ենք ասում Սյուզին, բայց ինքը ոչ հայոյա խոսա, ոչ է բլոգեր։ Կքաշի, պետք է քաշի տեսանյութը չունի։ Պետք է քաշի, լավ, օքեյ։ Ուրեմն Նորայր Ավետիսյանն է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, մի քիչ մեծացրեք նկարը երևա, էլի, այդպես շատ բան է, փոքր է։ Այս մարդը Նորայր Ավետիսյանն է, սիրելի ժողովուրդ, որը հանդիսանում է ՀՖՖ անվտանգության ծառայությունն ապահովող տոր կազմակերպության ղեկավարներից մեկը։ Ու իրան իրոք դրել է տորի տեղը։ Դաշտ մտած երկրպագուին ջայել երեխա ախպեր, դե ասենք ով պետք է իր ներքին առաջնության խաղի ժամանակ մտել է ստադիոն էս երեխան։ Բոքսում է բերանին ապե։ Մի հատ չէ, մի հատ սիլում է, մի հատ բոքսում է էս երեխու բերանին։ Տեսանյութ էլ կա։ Հես լավ, եկեք պահեք սենց տեսանյութը Վազգենի կամերայով կերևա։ Խնդրում եմ ցույց տվեք սենց տեսանյութը։ Կարծում եմ կերևա, մի վարքյան։ Նա էլի դու տեսանյութը։ Վազգենի կամերա բերեք, խնդրում եմ։ Հիմա ես սենց բերեմ մոտիկ, երևում է, հա։ Նայեք, խնդրեմ։ Տեսանյութը էսա, խնդրեմ։ Նայեք ինչ է անում, այն նկարի տղեն, ուժեղ տղա է, էլի։ Էսա պատկերը։ Էսա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատկերը։ Ես նորից բոլորը գիտեն, ես չեմ ուզում ցա համարվի ինչ որ չարաշխահում էլի իմ անձնական հարաբերությունների, բայց ես այդտեղ չեմ կարա չասեմ։ Լավ փոքրացրեք ես գյադունը։ Հա հանեք սրան вообще էկրանից, պրոստը տեսեք ով է սա։ Ուրեմն Ռուբեն Հայրապետյանը, որը իմ ավակ ընկերն է ու նորից եմ ասում, ես չեմ ուզում շահարկվի էլի, այդ անձնական պահը հանենք, մի կողմ դնենք։ Երբ որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ էր Շահեն Պետրոսյանը, ներողություն, Շահեն Պետրոսյանն եմ ասում։ Շահեն Հարությունյանը, Շանթի տղեն։ Մի անգամ, եթե չեմ սխալվում, Պորտուգալիայի խաղի ժամանակ մտավ դաշտ, Դոշին Շանթ Հարությունյանի մասին գրած բաներ, ու դրա համար ֆեդերացիան լուրջ տուգանքի ենթարկվեց։ Երկրորդ անգամ այսօրվա պես եմ հիշում, որտեվ ես էլ էի ստադիոնում։ Շահենին նախ նորից թողել էին ստադիոն, ոչ մեկ Շահենին մատով չէր կպել։ Ուտեղ բոլորը այդ ստադիոնում, հենց որ ավակականը պարտում էր, գոռում էին նեմեց հեռացիր։ Այս էլ ֆիքս ենք, էլի, շատ կարևոր կտոր է, էլի, Ռուբեն Հայրապետյանի նախտաղամարտկության, որը եւ չկարծում մարդ չկա որ կասկածի տակ դնի, բայց նաեւ որպես պաշտոնյա սկզբունքայնության մասին, որևէ մեկին որևէ ավելորդ բառ չէր եղել։ Չէր ասվել։ Ռուբեն Հայրապետյանը Շահենին տեսավ տրիբունայում, նստած էինք, մենք էլ մի քիչ էս կողմ էինք, արևելյան տրիբունայում էի ես էլ։ Տեսավ որ Շահենը դեղա մտածեց, որ էսա էլի մտնելու է դաշտ, ասեց հələ արիստե։ Շահենին կաչեց իջացրեց ստադիոն։ Հայրապետյան Ռուբենը, որի մասին նեմեցը, բարթակերը, բանսես բաներ էին պատմում ապա։ Կանչել է Շահենին, ասել է Շահեն, լսի քեզ ինչ եմ ասում, այդ արդեն ես հետո հարցրել եմ։ Ապե դաշտ չմտնես, որովհետև դաշտ մտար, այն անգամ տուգանել են, մի հատ էլ են տուգանելու։ Սա Հայրապետյան Ռուբոնա, հիշեք, ու մասին ենք խոսում։ Շահենը ընդունել էր այդ փաստը, որ չի կարելի մտնել ու էլ չէր մտել ապե ստադիոն։ Էս այն ֆեդերացիան էր, որից բողոքում ու ինչ ասես ասում էին այն մարդուն, որին բան ասողներին տասնապատիկ անգամ ասում եմ ես, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Էս էլ ձեր ֆեդերացիան, արա, երեխուն 10 քանի տարեկան երեխուն, արա, բերանին բոքսելով ստադիոնից, դա անելու բան, արա։ Դա է գրած բանի մեջ, ստյուարդի աշխատանքի մեջ, ստադիոնի։ Էտեք դուք սաղ ոլորտներն եք լակոտակրատիայի վերածել։ Դուք հասցրել եք այնտեղ, որ մարդիկ ձեր հանդեպ ունեցած
վերաբերմունքը աշխատեն, գիտեք ոնց, ձեզ ընդհանրապես չխոսան, չլսեն, ականջները փագեն, աշկերը փագեն, բերանն էլ փագեն, որ քրեական գործ չհարուցեք, ականջներն ու աշկերները որ ինֆարկտ չստանան։ Ու չնայեն ձեր ոչ մի ոլորտ։ Սաղ ոլորտներում ես եք դուք։ Թաղապետանում մարդ եք ծեծում։ Սանկյան մերի վրա հիշում եք ինչ հոդված էի կարա դրե։ Խուլիգանություն, մնացած բաներ։ Ստադիոնում երեխա ծեծեք, արա, ստադիոնում երեխա ծեծեք։ Հայրապետյան Ռուբոյին սարքել էիք տես հրեշ։ Հայրապետյան Ռուբոյի արածը նայեք։ Այդ ժամանակ Շանթ Հարությունյանը նստած էր ոստիկանների վրա խլապուշկա գցելու ու տարբեր բաների համար։ Նեչո Շանթ Հարությունյանը նստած էր որպես բան։ Շանթ Հարությունյանը այդ ժամանակ լիքը մարդ ասում էր որ քաղաքական հետապնդման է ընթարկում, չնայած ես վստահ եմ որ այդտեղ կար կրիմինալ տարը, այդտեղ քաղաքական չէ, այդ ժամանակ էլ եմ ասայի դեպ ինչի համար կարկոցվում էի, բայց այդ ժամանակ ես էլ էի ընդդիմադիր, էլի։ Իր հակառակորդի ըստ էության, հա, քաղաքական հակառակորդը դե Հայրապետյան Ռուբենը հանրապետական կուսակցության անդամ էր։ Տղուն, հələ վերաբերմունքը նայեք Հայրապետյան Ռուբենի ու ձեր այսօրվա արած, արա, դուք ով եք, արա, դուք ջոգում եք, այդ դրա դեմքը լավ հիշեք, լավ Բադոյան Սյուզին դրել էր, շատ լավ հիշեք դրա դեմքը, երեխա ծեծողներն են, ես չգիտեմ, մի անգամ հունից դուրս եկա ջղայնացրեցին երեխեքը, արա մի պահ ինձ բռնեցրեցի նրա վրա, որ ագրեսիա է մոտս առաջանում, մի անգամից խնդալով հետ եկա, ասի նարեկ, արա, երեխա է նրա, փոքր է նրա, 12-13 տարեկանի դու ոնց կարաս ձերբա, իսկ սրանք հատուկ երեխա են ծեծում ստադիոնում, արա, էսա ձեր իշխանության դեմքը, Արտուր Հովհաննիսյան, Ռուբեն Ռուբինյան, Արեն Մկրտչյան, Արման Եղոյան, Տո Ալեն Սիմոնյան, Տո Հակոբ Արշակյան, արա, Հակոբ Արշակյանը, մի հատ 06 ուներ, գիտես կանաչ գույնի, որ գնում ենք սեմինարի, մեկ ասում էր, ես ավտոյով եմ բան, ասում ենք ապել լուչում ենք ավտոբուսով գնանք, քանքո 06-ով ամոթ, չի արա այդ ավտոբուսը գոնե եվրոպական արտադրության, էս էր, արա, սրանք էս էին իրանց սաղ կյանքով